գյումրեցիներ, ինչպես եք։ Ես ծնվելով դեկտեմբերի 7-ին, թեկուզ և Գյումրիից հեռու քաղաքում միշտ առանձնահատուկ կապ էի զգում Գյումրիի քաղաքի հետ։ Եվ այսօր այստեղ կանգնել ձեր առջև խոսք ունենալը իրապես ինձ համար պատիվ է։ Երբ ինձ պատմում էին, որ Գյումրիում երկրաշարժից հետո փլատակներից մարդկանց հանում էին, մարդիկ հարցնում էին, բայց Արցախում վիճակը ինչպիսին է, ինչպես է Արցախում ժողովուրդը հիմա, որովհետև ծանր շրջան էր այդ ժամանակ, ես հասկանում էի, որ Գյումրին պարզապես քաղաք չէ, Գյումրին բնավորություն է, Գյումրեցին թասիբով մարդ է, Գյումրին թասիբով քաղաք է։ Գյումրին շատ ծանր օրեր է տեսել, երկրաշարժ, կորուստներ, արտագաղթ, բայց միշտ կանգուն է մնացել, հակառակ տարբեր կարծիքների, քանի դուռ է փակվել, ինչքան ընտանիքներ են բաժանվել այս արտագաղթի պատճառով, ինչքան մայրիկների Արցախում ասում են, երբ մեկին շատ ես կարոտում, ասում են պրոշը ճաքում է կարոտից, ինչքան մայրիկների պրոշ էր ճաքում իրենց տղաների համար, ովքեր որ հեռվում աշխատում էին։ Մենք ասում ենք, որ փոփոխությունների ժամանակը եկել է, փոփոխությունները գալիս են Գյումրի և Գյումրին ընտրում է փոփոխությունը։ Փոփոխության համար երեք, փոփոխության համար երեք։ Սիրելի գյումրեցիներ, դուք միշտ ձեր խոսքը ասել եք շատ հստակ, անկոտրում և առանց վախի, և ես հավատում եմ, որ դուք ընտրելու եք խոսելը և ոչ թե լռելը, և դուք ընտրելու եք գնալ հանուն ուժեղ Հայաստանի, հանուն ուժեղ ապագայի, որը կարող է բերել Սամվել Կարապետյանը։ Մեզ անընդհատ համոզում են, ասում են թույլ ենք, փոքր ենք, էս ենք, էն ենք, բայց մենք ընտրում ենք չհարմարվելը, որովհետև այդպես ընտրեց Սամվել Կարապետյանը, նա որոշեց չհարմարվի այս ամենին, որոշեց չհարմարվի եկեղեցու քանդմանը, որոշեց չհարմարվի հայի ստորացմանը, որոշեց, որ Հայաստանը պիտի լինի ուժեղ, և մենք բոլորով կանգնած ենք նրա կողքին։ Սիրելի գյումրեցիներ, մտածում եմ ես մասին պատմել թե չէ, բայց կպատմեմ շատ կարճ։ Սիրելի լեննագանցիներ, ճիշտ եմ ասում Լեն, երբ որ նախորդ անգամ եկել էինք այստեղ, շատ ջերմ ընդունելության էինք արժանացել մեր շատ սիրելի Ռուբենի շնորհիվ նաև, մենք ոգևորված էինք այդ ամենով, ավտոբուս էինք նստել, հետ էինք վերադառնում, մենք բնավորություն ունենք, միշտ ավտոբուսում քննարկում ենք ոնց անցավ, ինչպես անցավ, ես էլ էի շատ ոգևորված, բայց հետո շատ ծանր միտք եկավ ինձ մոտ, որը որ դրանից հետո որտեղ որ գնացել եմ, այդ միտքը ինձ մոտ էր ու ուզում էի հրաժարվել այդ մտքից, բայց չէր ստացվում։ Այդ ժամանակ ես նաև գրվում էի իմ մեր այլ կուսակցության այլ թիմակցի հետ, նրան էլ պատմեցի դրա մասին։ Մտածում էի, որ ես երևի մեր թիմու միակ անդամն եմ, ով այսօր որևէ տեղ Հայաստանում չի կարող գնալ, կանգնել, ասել, ողջույն իմ ծննդավայր։ Ես և իմ պայքարը նաև նրա համար, նախ և առաջ նրա համար է, որ իմ թիմում և այստեղ ոչ մեկ երբևէ այդպիսի հնարավորությունից չզրկվի, որովհետև մենք բոլորս պիտի ապրենք մեր հայրենիքում, մեր ծննդավայրում, պահենք, պաշտպանենք, սիրենք այն, որովհետև այն շատ սիրելի
է, պետք է սիրենք մինչև վերջ, որովհետև այն պիտի դարձնենք ուժեղ։ Ուժեղ Հայաստանը գալու է, ես հավատում եմ դրան։ Շնորհակալ եմ շատ, սիրելի ժողովուրդ։